Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս ռազմական օդանավը Մարտին C Super Hercules-ը մեր երկնքով է անցել։ Ալժիրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նախորդ ամիս է եկել Թուրքիա, հետո Անկարայից Հայաստանի օդային տարածքով ուղղություն է վերցրել դեպի Բաքու, Ադրբեջանից հետո Ալժիր վերադարձել դարձյալ կտրելով հայկական օդը։ Ըստ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությունների, ռազմական օդանավը տարածաշրջանում վեր է արել գնացել եկել դիվանագիտական նպատակներով։ Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության կայացել է դիվանագիտական նպատակներով։ Այն, որ զինօդանավերով դիվանագետները թռչում են հարցեր լուծել, գնում գալիս հաստատում է ռազմական պատմաբանը։ Ասում է, այո, նաև նրանք կարող են այս ինքնաթիռները բարձրանալ, այնուամենայնիվ ոչ միայնակ, վերապահում ունի քաղաքագիտության դոկտորը։ Սովորաբար ռազմանավ օդանավերով զինվորականներն են ուղևորվում։ Ալժիրից չեմ կարծում զինվորականներ են եկել Ադրբեջան։ Ըստ երևույթին դա կարող է լինել զենքի, զինամթերքի տեղափոխման այս կողմից այն կողմ կամ այն կողմից հակառակ կողմ ուղղությամբ կամ երկու կողմից էլ։ Սա նրան կարող էր մի բան բերել, նրան կարող էր մի ուրիշ բան տալ։ Սա, այսպես ասենք, նորմալ ենթադրություններ են։ Սովորաբար դա է, ուրիշ չպետք է լինի։ Վերջին 3 ամսվա ընթացքում այս էլ երկրորդ անգամ էր դեպի Բաքու մեր երկնակամարով ռազմական օդանավ թռչում։ Առաջինը անցած դեկտեմբերի սկզբին էր, ինքնաթիռը Եգիպտոսից, եկել էր նույն օրը, հետ դարձել, կրկին ճանապարհը հարթելով Հայաստանի օդային տարածքով։ Ընդ որում Կահիրեի օդուժի մեկ այլ ինքնաթիռ էլ նախորդ տարվա գարնանը մեր երկրով Խրղզստան էր գնացել, բայց ընթացքում դարձյալ վայրեջք կատարելով Ադրբեջանում։ Այդ ժամանակ էլ արտգործնախարարությունից լրատվամիջոցներին հայտնել էին, թե առաջինի դեպքում թռիչքն իրականացրած օդանավն ուղևորատար է եղել, տեղափոխելով մասնավոր այցով Ադրբեջան մեկնող բարձրաստիճան պաշտոնյայի։ Նյուզչվերթի մասով էլ տեղեկացրել, որ թռիչքն իրականացրել են զորավարժությունների մասնակցելու նպատակով։ Սակայն համացանցում մինչև այս պահը տեղեկություն չկա 2025-ին Ղրղզստանում անցկացված որևէ զորավարժության մասին, որին եգիպտացի զինվորականներ են մասնակցել։ Շատ ինքնաթիռներ են Ադրբեջան վայրեջք կատարում ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ տարբեր երկրներից, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից եւ հաճախ մենք իվանում ենք, որ տեղափոխել են զենք, զինամթերք։ Եթե Ալժիրը զենք է տվել, ում դեմել պետք լինի օգտագործվի, բայց Ալժիրը հաստատ զենք չի տա Իրանի դեմ օգտագործելու համար։ Ակնհայտ է աշխարհի բաց աչքին խաղաղություն խաղացող Ալիևը զինվում է մինչև ատամները, լցնում է ռազմապահեստը, անգամներով ավելացնում այս ոլորտի բյուջեն, բայց Հարավային Կովկասում չպարզած հարցերն ավելի շատ են մեզ հետ։ Ում դեմ ուզի նրա դեմ էլ կօգտագործի։ Բոլոր ճակատներն էլ Ադրբեջանի այսօր կիսաքնած վիճակում են եւ իրանական ճակատը եւ հայկական ճակատը եւ ինչ որտեղ ռուսական ճակատը։ Այս երեք ճակատներն էլ բավական վտանգավոր են Ադրբեջանում։ Եվ վաղը մյուսը ամեն ինչ կարող է լինել եւ նրան էլ կարող են դրդել, որպեսզի այս կամ այն ուղղությամբ գործողություններ սկսի։ Մենք էլ միշտ կանք որպես թիրախ Ադրբեջանի համար։ Ամենահարմար պահին մեզ հարվածելու է։ Չնայելով ոչ մի թղթի ստորագրության։ Իդեպ օրերս համացանցում դարձյալ տարածվել էր Ալիևի խոսքը, թե Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է առանց մեր թույլտվության, քանի որ դա միջազգային ավիացիոն համաձայնագրերով իրենց իրավունքն է։ Սա նոր հայտարարություն չէ, դեռ 2022-ին է այս պնդումն արել Բաքվի բռնապետը։ Երրորդ շաբաթը շարունակվող Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմը անցյալ խնդիրներ է ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Առայժմ խոսքը լոգիստիկ ուղիների կապվածահար լինելու մասին է։ Ապրանքաշրջանառության մասին խոսելիս հայկական քննարկումներում միշտ շեշտվում է Վերին Լարսի կարևորությունը, բայց իրանական ուղղությունը մեր պետության համար եւս էական նշանակություն ունի։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մոտավորապես 25%-ը միայն բաժին է ընկնում Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Չինաստանին։ 4-ից 7%-ի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներում Իրանի հետ է եղել մեր առևտրաշրջանառությունը, այսինքն եթե հանրագումարի ենք բերում Իրանի ճանապարհներից օգտվելով առևտրաշրջանառությունը արտաքին, 30-35%-ը գերազանցում է։ Դեռ օրեր առաջ Հայաստանի պաշտոնական շրջանակները բավականին հանգիստ էին արձագանքում Իրանի շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում ներկրում արտահանումների վերաբերյալ հարցերի։ Տվյալը, որ Իրան Իսլամական Հանրապետության ճանապարհի հետ 180 բեռնատարկա չի համապատասխանում իրականությանը։ 11 բեռնատարկա այս պահին, որը շատ սովորական եւ ամենօրյա
իրադրություն է։ Արտակարգության որևէ առիթ չեմ տեսնում, ամեն ինչ աշխատում է բնականon ռեժիմում։ Մասնագետները սակայն նշում են, որ պատերազմը շարունակվելու դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է բախվել երկարաժամկետ բացասական հետևանքների։ Հայաստանյան շուկաներում արդեն նկատվում է որոշ ապրանքների գների աճ, ինչպես նաև խնդիրներ այն ոլորտներում, որոնց աշխատանքը կապված է Իրանից ներկրվող հումքի հետ։ Երկու երկրների միջև ներմուծման արտահանման ծավալները փոքր չեն։ Երբ որ միանգամից Չինաստան պատվիրում ենք ու գալիս է Բանդարաբասից միանգամից ցամաքային ճանապարհով տրանսպորտային միջոցներով, այսինքն գալիս հասնում է Հայաստան բեռը։ Եթե կան խոշոր կորպորացիաներ, որոնք որ տարածաշրջանային իրենց ներկայացուցիչը պայմանականորեն գտնվում է Դուբայում, գալիս է Դուբայ հիմնական պահեզ, Դուբայից այնուհետև բաշխում է կատարվում։ Եվ շատ պատվերներ արդեն իսկ արգելափակված է, նույնիսկ Չինաստանում եւ Դուբայում պատվերները չեն տրվում, որովհետեւ գիտեն ճանապարհների հետ կապված խնդիրներ կա։ Գործարարները հիմա փնտրում են այլընտրանքային ճանապարհներ պատվիրված, բայց Իրան այդպես էլ չտեղափոխված բեռները Հայաստան հասցնելու համար քննարկվում են մի քանի հնարավոր տարբերակներ, այսպես թե այնպես ակնհայտ է, որ երթուղու արժեքը ներառվելու է ապրանքների գնի մեջ։ Վերջին տարիներին Հայաստանից պղնձի եւ մոլիբդենի հիմնական գնորդը Չինաստանն է եւ օգտակար այդ հանածոյի արտահանումը եւս իրականացվում է Իրանի տարածքով։ Կան տեղեկություններ, որ հիմա արդեն հանքանյութի կորզված պաշար կա, որը պատրաստ է արտահանման, բայց հասկանալի պատճառներով process-ը կանգնած է։ Ապրանքներ, որոնք որ ցամաքային ճանապարհով հնարավոր կլինի փոխարինել, բայց կա երկու ճանապարհ, կա Ռուսաստան, Ռուսաստանից Վրաստանի միջոցով գա Հայաստան, կամ թեքի Ադրբեջանի միջոցով գա Հայաստան։ Բնականաբար խաղաղության օրակարգը առաջ մղելու համար կօգտագործեն այդ հնարքը, որպեսզի ցույց տան իբր թե Ադրբեջանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ։ Պատերազմի ձգձգման դեպքում փորձագետների կարծիքով պետությունը պետք է նախաձեռնի հանդիպումներ բիզնեսմենների հետ, լոգիստիկ process-ները համակարգելու համար, հակառակ դեպքում հետագայում շատ բարդ է լինելու սպառողական շուկաներում զսպել գնաճային ռիսկերը։ Պետական գնումների ընթացակարգերին վերաբերող փոփոխություններ են սպասվում։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացված նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի նախագահի, ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի ու նրա գնումների քաղաքականությունը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները այլևս չեն կարող մասնակցել պետական գնումների գործընթացներին։ Այդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձիկ, բացառությամբ ազգային ժողովի падգամավորների եւ համայնքի հավաքանու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները եւ գլխավոր քարտուղարները մարմինների։ Այսինքն այս են մակարդակն է, որտեղ ասում ենք օրինակ նախարարության ենթակապողակներ, ՓԲԸ-ներ եւ այլն։ Օրինակ, եթե որևէ մեկը ընկերությունում ունի բաժնեմաս կամ բաժնետոմս, այդ արգելքի վրա էլ է տարածվում։ Ուղղակի բաժնեմաս ունենալը ինքնին չի նշանակում, որ փոխկապակցություն առկա է, այն դեպքում, երբ իրական ազդեցություն ունի իրական շահառուի ինստիտուտի հետ նույնանում է, այսինքն նույն օրենքի իմաստով արդեն երևում է, որ անձը ինքնուրույն կանխորոշում է կազմակերպության որոշումները, նոր այդ դեպքում կգործի։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչպես են կարգավորվելու այն դեպքերը, երբ տվյալ պաշտոնատար անձի հետ փոխկապակցված ընկերությունը միակ հնարավոր մատակարարն է, իսկ նրա մասնակցությունը բխում է հանրային շահից։ Այսինքն, եթե կա պետական բարձրաստիճան պաշտոնյա, ով միակն է, ով որ այդ ապրանքը կամ ծառայությունը կարող է մատուցի, այդ արդեն հարցեր է առաջացնում, ինձ թվում է, առանձին որպես երևույթ։ Պատգամավոր Թադեոս Ավետիսյանի համար սակայն անհասկանալի է պաշտոնների ընտրության սկզբունքը։ Նրա կարծիքով, եթե սահմանափակումները վերաբերում են քաղաքական պաշտոններին, ապա պետք է ներառվեն բոլոր նման պաշտոնները։ Եթե նկատի ունեք բալանսավորման հարցը, այս դեպքում քաղաքական պաշտոնները ուրեմն ամբողջությամբ մեջ լիներ, այդ թվում նաև պատգամավորները եւ մնացածը։ Այս ձեր շատ սուբյեկտիվ որոշումն է, կարծում եմ, ինչը իմ համար ընդունելի չի։ Այս որոշումը կամ այս առաջարկությունը հիմնված է մեր ընդհանուր քաղաքականության վրա, որտեղ մենք ուզում ենք, որ պետական պաշտոնյան կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա եւ որևէ այլ բանի մասին չմտածի։ Նախագիծը ներառվեց առաջիկա նիստերի օրակարգ։ Նույն նիստում քննարկվեց նաև կառավարության գործունեության տարեկան զեկույցը։ Ֆինանսների նախարարի տվյալներով 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 307 միլիարդ դրամով։ Միևնույն ժամանակ աճել է նաև պետական պարտքը, սակայն ֆինանսների նախարարի գնահատմամբ դրա մակարդակը հիմա խնդիր չի ներկայացնում։
Հայաստանի կոռուպցիայի ընկալման համատիվը 2025-ին 46 միավոր է եղել, ինչի հետևանքով Հայաստանը համաշխարհային այս սանդղակում տեղավորվել է 65-րդ տեղում։ Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում ֆիքսել էր, որ սա լուրջ շեղում է կառավարության իսկ սահմանած նպատակից, որը 55 միավոր էր, այլ ոչ թե 65։ Սա վկայում է, որ գործադիրի հակակոռուպցիոն քաղաքականությունը չի տալիս սպասված արդյունքը։ Կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած հաջողությունները օրենսդիրներին ներկայացնող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հենց այս համատեքստում падգամավորները կոնկրետ հարցեր ուղղեցին։ Քովիդի գործից ինչ կա COVID-19-ի։ Մոտ 6 տարի այդ քննությունը գնում է։ Արսեն Թորոսյանը ուժային կառույցներին ամեն ինչի մեջ մեղադրեց պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության։ Ու հիմա ինքը նախարար է, իսկ դուք 6 տարի այդ գործը քննում եք։ Այն պայմաններում, երբ ֆինանսների նախարարությունը մի մեծ եզրակացություն է տվել, դատարանում եւս այսինքն ընթացիկ վարույթ ունենք, իսկ այն մասով, որը շարունակում է հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը, իրականացվում են անհրաժեշտ քերադատավարական գործողություններ, եւ երբ որ այդ վարույթները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, դուք եւ հանրությունը այդ մասին կիրազեկվի։ Չնայած վերջին տարիներին ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ, որոնք համալրվել են արհեստաբար հարյուրավոր մասնագետներով, այդուհանդերձ 2020-21 թվականների համեմատ այս ոլորտում արձանագրվել է նույնիսկ նահանջ։ Սա ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները կիսատ են կամ էլ մնացել են թղթի վրա ձևական, նշում են մասնագետները։ 21-ին նույնպես լավ տվյալներ էր 20 թվականի համար եւ վեց դրանով ամեն ինչ ավարտվեց։ Հետո մտանք լճացման փուլ 18-19 թվականին սպասելիքները մեծ էին, դա էլ ազդեց ընկալումների վրա։ Հետագայում մարդիկ տեսան, որ առանձնապես իրավիճակը շատ չփոխվեց եւ ընկալումներն էլ վատացան։ Մասնագետները վերջին տարիներին արձանագրում են հովանավորչության մտահոգիչ դեպքեր կառավարական համակարգում, նաեւ շահերի բախման օրինակներ են ֆիքսում, որոնք հայտնաբերվում են եւ բարձրաձայնվում են լրատվամիջոցների կողմից։ Դրանց էլ ուշացած արձագանքում են պատասխանատու մարմինները, սակայն կա տպավորություն, որ երկրում այդպես էլ չի ձևավորվում կոռուպցիայի հակազդման արդյունավետ համակարգ։ Բարձր արդյոք համակարգային բնույթ ունի թե ոչ, հասկանալ, որքանով են Բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված կոռուպցիայի մեջ, կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ, այդ ամենը չի արվել այդպիսի մանրակրկիտ եւ սիստեմավորված ուսումնասիրություն։ Մեծ հաշվով երկրում կոռուպցիայի տարածվածության չափման հստակ միջոց գոյություն չունի։ Կոռուպցիայի ընկալման համատիվը ցույց է տալիս, որ տվյալ երկրի պետական հատվածը քաղաքացիների, փորձագետների եւ գործարարների գնահատականներով որքան է կոռումպացված։ Այդ ամենը պետք է բերի նրան, որ մենք ավելի լավ ապրենք։ Միգուցե շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց եթե դուք չեք տեսնում, որ վիճակը ավելի լավ է, տեսնում եք սոցիալական անարդարություն, ու երբ որ բնականաբար առաջացնում է դժգոհություն, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու՞մն է պատճառը։ Պատճառը բերում են նաև կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասով հանրության հուսախաբությանը նպաստում են նաև տասնյակներով քրեական գործերը, որոնք կամ չեն հասնում դատարան, կամ էլ փլուզվում են դատարանում, ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով։ Հայաստանում պաշտոնապես հայտարարված է, ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթությունից։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, այս նպատակը դեռևս չի դարձել ամբողջությամբ իրագործված։ Որոշ պաշտոնյաներ վստահեցնում են, կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է երեխաներին, բայց այլ տվյալներով պատկերն այլ է։ Հատկապես ավագ դասարաններում դպրոց հաճախելը այլևս համատարած չէ։ Դեռևս 2022 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել էր վերլուծություն, ըստ որի դպրոցահասակ տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկն ընդգրկված չէ տարրական կամ միջին դպրոցում։ Կրթության ոլորտի մասնագետների խոսքով այս իրավիճակը երեխաների համար ստեղծում է մի շարք լուրջ ռիսկեր։ Կրթության բացակայություն, սոցիալական մեկուսացում, ապագայի սահմանափակումներ, ռիսկային միջավայր ընկնելու վտանգ, հոգեբանական խնդիրներ։ Առաջինը սոցիալական խնդիրների պատճառով կարող են դպրոց չհաճախել հատկապես բարձր լեռնային, հեռավոր ու սահմանամերձ շրջանների երեխաները, ասում է փորձագետը։ Մյուս խնդիրը, որ էլի ծնողները բարձրաձայնում են, դա այն է, որ երեխաները ավելի լավ է օգնեն ծնողներին աշխատանքի առումով, իրենց բառերն եմ ասում, հաց վաստակեն ընտանիքի համար, քան թե գնան դպրոցում սովորելու։ Փորձագետի խոսքով այս երեխաները օգնելով իրենց ծնողներին դպրոց գնում են հիմնականում միայն ձմռանը, երբ շատ գյուղատնտեսական կամ անասնապահական խնդիրներ չկան։ Մյուս խնդիրը, որը տարածված է բարձր դասարաններում, կրկնուսույցի մոտ գնալն է, որն առավել տարածված է քաղաքային բնակավայրերում։ Իսկ վերաքննիչ պալատի անցյալ տարվա տվյալներով Հայաստանում դպրոցահասակ երեխաների
20%-ը դպրոց չի գնում։ Երեխայի իրավունքները միանշանակ խախտվում են, պնդում է փաստաբանն ու հավելում. օրենքով սահմանված է, որ անչափահասները կարող են ներգրավվել աշխատանքներում, սակայն երեխաները մեծահասակ մարդկանց նման են աշխատում մարզերում, զրկվելով կրթություն ստանալու լիարժեք իրավունքից։ Միանշանակ թրաֆիկինգ որոշ դեպքերում կարող է դիտարկվել, որովհետև անչափահասը չունի այն ֆիզիկական հատկանիշները առնվազն, որպեսզի ծանր աշխատանք կատարի։ Փաստաբանն ասում է, օրենքի համաձայն նման դեպքերում խնամակալության մարմինները պարտավոր են միջամտել, սակայն գործնականում խնդիրները հաճախ մնում են չլուծված։ Մինչդեռ օրենքը հստակ է, յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք, բայց այդ իրավունքը լիարժեք չի ապահովվում։ Հարյուրավոր երեխաների ապագան շարունակում է մնալ վտանգի տակ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում օրենքը թույլ է տալիս երեխային դպրոց չտանելու համար զրկել ծնողական իրավունքներից։